Վարդանյան, նայեք, իշխանությունները պնդում են, որ իրենք ուզում են ամեն ինչ անել, որ մարդիկ գնան ավելի երկարաժամկետ ծրագրերի, դրա համար են փորձում կրճատել կարճաժամկետ ծրագրերը, ֆինանսական այդ աջակցությունների փաթեթները։ Սա հիմնավոր, այսպես ասած, պատճառ է։ Նախ սկսենք նրանից, որ այո, մենք էլ ենք ուզում երկարաժամկետ լուծումներ, որևէ մեկին դուր չի գալիս, շատ կներեք ամիսը մեկ կամ 6 ամիսը մեկ ինչ-որ բնակարան փոխել, ենթարկվել վարձատուի քմահաճույքներին եւ այլ եւ այլ։ Բոլորդ էլ հասկանում եք, բոլոր նրանք, ովքեր վարձով ապրել են, շատ լավ հասկանում են դրա բոլոր չարչարանքները։ Այո, մենք ուզում ենք ունենալ այդ հնարավորությունը կեցության հարցը երկարաժամկետ լուծելու համար, բայց այն ծրագիրը, որ առաջարկված է, չի ապահովում երկարաժամկետ լուծումը, որովհետև դա պարունակում է բազմաթիվ խնդրահարույց հարցեր, որոնք ուղղակի խոչընդոտում են տեղահանված ընտանիքներին այդ ծրագրից օգտվելու եւ բնակարան ձեռք բերելու հարցը։ Եվ հետեւաբար խնդրանքը նաեւ դա է, պահանջը նաեւ դա է, որ վերանայվի այդ ծրագիրը հնարավորություն ստեղծելով։ Ես կարող եմ երկար պատմել, թե որոնք են խոչընդոտները, հավատացեք, պատմել եմ շատ տեղերում, պատմել եմ եւ մասնագիտական համայնքի մոտ, եւ քաղաքական որոշում կայացնողների մոտ, եւ չեմ հասել որևէ արդյունքի։ Միգուցե հազարավոր մարդկանց բերանից այդ ամեն ինչը լսելով որոշակի արդյունքի կհասնենք։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ մարդկանց մղում են աշխատելու, աշխատում են մարդիկ։ Իսեր Աստծո, պետք է հասկանալ այս պարզ իրողությունը, որ մարդիկ աշխատում են։ 26000 գրանցված աշխատող կա, որոնց միջին աշխատավարձը 150,000 դրամ է։ Դե եկ 150,000 դրամով եւ սննդի հարցը կարգավորի, եւ կեցության հարցը կարգավորի։ Միթե այս պարզ ճշմարտությունը հնարավոր չէ ընկալել։ Այսինքն այդ հիմնավորումները, որոնք դրված են աջակցություն դադարեցնելու հիմքում, հիմնավոր չեն։ Իսկ աշխատանքի անցնելու խնդիր ունենում են Արցախում։ Միանշանակ ունենում են պարզ իրողությունը հաշվի առնելով Հայաստանում աշխատանքային շուկայի սահմանափակումները, որոշների դեպքում կարողությունների թարմացման, վերապատրաստումների անհրաժեշտությունը, ուսուցիչների պարագայում աշխատավարձերի, օրինակ մեր հարցումները ցույց են տալիս, որ ուսուցիչների շրջանում ցանկությունը բացակայում է ներգրավելու Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում, որովհետև ցածր է աշխատավարձը եւ միջավայրը իրենց համար այնքան էլ ադապտացիայի հիմքեր չի ստեղծում։ Խնդիրները բազմաթիվ են, այսինքն ինչ է ընդհանրապես միջազգային պրակտիկան հուշում։ Տեղահանվածներին պետք է ապահովել աշխատանքի տեղավորման համար հատուկ ծրագրերով, իսկ այդ ծրագիրը, որ Հայաստանի Հանրապետությունում գործարկվել է, նախորդ տարվա ընթացքում ընդամենը ունեցել է 1800 շահառու։ Պատկերացնում եք 120,000, լավ, թող աշխատանքային տարիքին 70-80 հազարը լինեն։ Եվ դրանցից ընդամենը 1800 շահառու է կարողացել օգտվել։ Եվ ցույց է տվել նաև վիճակագրությունը, որ 1800 օգտվածից 900-ն է շարունակում նույն գործատուների մոտ իրենց աշխատանքը։ Սրանք սարսափելի վատ ցուցանիշներ են եւ խոսում են այդ ծրագրերի ձախողված լինելու մասին։